Ես այս մեկնաբանության հետ լիովին համաձայն եմ։ Երբ որ գտնում ես ինչ-որ մի ուսուցողական տեսահոլովակ, այսինքն ես զուսպում մոտավորապես ունեմ երևի մի 2000-ից ավել նույնիսկ ուսուցողական տեսահոլովակ, բայց ուսուցողական տեսահոլովակները այնքան քիչ են հավաքում, որ ստիպված մտածում ես, թե ինչ-որ ժամանցային ու նման ինչ-որ հետաքրքիր տեսահոլովակներ գցես, որ գոնե այդ տեսահոլովակների հաշվին ուսուցողական տեսահոլովակները ինչ-որ դիտում հավաքեն, այսինքն գոնե ուսուցողական տեսահոլովակները գտնի իր աուդիտորիային, իսկապես այն մարդկանց, ովքեր որ ուզում են սովորել։ Այսինքն իրոք ուսուցողական տեսահոլովակները շատ քիչ են հավաքում։ Ու հիմա ընդհանրապես խորհուրդ, երբ որ գծում ես ինչ-որ մի տեսահոլովակ, որը որ շատ վիո է հավաքում, ինքը խելացի տեսահոլովակներ չեն հավաքում դիտումներ։ Ոչ խելացի եւ մի քիչ տարօրինակ կամ ոչ խելացի տեսահոլովակները այո հավաքում են դիտումներ։ Բայց դիտումները հենց դուք եք նայում, այսինքն դուք նայում եք տեսահոլովակներ, որոնք որ լավը չեն, ձեզ դուր չի գալիս, վատ մեկնաբանություններ գրում եք, իսկ լավ տեսահոլովակները չեք նայում ու դիտումներ չեն հավաքում։ Իսկ եթե դժգոհում եք, թե ինչի են վատ տեսահոլովակները, ընդհանրապես ռեկ ընկել։ Եթե դուք նկատել եք, ընդհանրապես ռեկում միշտ ամենատորինակ է, որ նայում ես, ասում ես, այս ինչ տեսահոլովակներին հայտնվել է ռեկում, բայց այն դուք ինքներդ եք ընտրել այդ տեսահոլովակը։ Դրա համար նայելուց առաջ միշտ մտածեք, թե ինչ եք նայում, որտեղ դուք ինչ նայում եք, հենց այդ տեսահոլովակները առաջ է գնում։ Ես ունեմ լավ տեսահոլովակ, ունեմ, ոչ այդքան լավ տեսահոլովակ, ոչ այդքան լավ տեսահոլովակ, այսինքն մի քիչ հումորային, ես փորձում եմ հումորային տեսահոլովակներ գցեմ, բայց իմ համար շատ ավելի լավ կլիներ, ես ավելի ուրախ կլինեի, եթե իմ ուսուցողական տեսահոլովակները գներ առաջ, որտեղ եթե իմ ուսուցողական տեսահոլովակները գներ առաջ, ես մոտիվացված կլինեի ավելի շատ ուսուցողական տեսահոլովակներ գցելու։ Ավելի օրինակ իմ համար ես էլ եմ արդեն հոգնել մենակ ամերիկայում մակարդակից խոսալուց։ Օրինակ եթե ես իմանայի, որ ընդհանուր անգլիայի իմացան մակարդակը բարձր, կսկսեի խոսալ օրինակ TOEFL-ից կամ IELTS-ից կամ խոսել օրինակ C1, C2 մակարդակներից, բայց ինքը վիճի հավաքելու։ Դա համար ես գցում եմ իհարկե նման տեսահոլովակ, բայց քիչ։ Այսինքն դուք ինքներդ եք ընտրում, թե content maker-ները ինչ տեսահոլովակ հանեն։ Դա համար դիտելուց առաջ կարելի է մտածել, ես այդ ինքս իմ համար եմ ֆիքսել։ Օրինակ ես որ նայում եմ տեսահոլովակ, ու տենում եմ, որ լավ է չի տեսահոլովակը, մի անգամից թեքում եմ, չեմ նայում, որտեղ եթե նայում ես, հետո գնում առաջ։ Ընտրի լավ տեսահոլովակներ։ Ես ինքս ընտրում եմ լավ տեսահոլովակներ։ Պետք է ընտրել լավ տեսահոլովակներ, որտեղ շատ է փնչի առայքում հայտնել նման անիմաստ տեսահոլովակները, որտեղ դուք ինքներդ եք դրսում որ մարդկանց նման տեսահոլովակներ հանում։